Տարոն Մարկարյանը մի երևույթ է, ինչ-որ հանրապետական կուսակցությունում են հանգրվանել, Նժդեից են խոսում, Նժդեն, խեղճ Նժդեին շանորը գցեցին սրանք։ Եվ Տարոն Մարկարյանին ես կխնդրեմ, որ ուշադրություն դարձնի եւ համացանցում այդպես կարող է գտնի, թե ինչպես էր իր հայրը Անձանիկ Մարկարյանը, որ իրան անկախականի տեղ էր դրել 1999 թվականի հոկտեմբերի 27-ի այդ ոչագործությունից հետո պահանջում էր Ռոբերտ Քոչարյանի հրաժարականը։ Եվ հետո ինչ-ինչ պայմաններում դարավ վարչապետ եւ հիշողության կորուստ ունեցավ Անձանիկ Մարկարյանի հայրը։ Միանգամից դարավ Ռոբերտ Քոչարյանի ձեռի տակի վարչապետը։ Ինչ վերաբերում է Տարոն Մարկարյանին, լսի արա քեզ ինչ եմ ասում։ Դու արդեն մեր խոշորացույցի ներքո ես եւ մենք բազմաթիվ նամակներ ենք ստացել եւ արդեն մենք սկսել ենք մեր հետաքննությունը, այդ ապօրինի հողեր, թույլտվություններ, ահա սարսուր իրավիճակ է։ Եվ ու սրանք հանդես են գալի Գարեգին Նժդեի ինչ-որ անունը տալով ստենդերում են շարքային կապիկների հավաքածու Արտուր, սրանց մենք համապատասխան ձևի փաստերով սրանց հակահարված կհասցնենք եւ սրանց տեղը նորից եմ նշում քրեակատորական հիմնարկներն է։ Ինչ վերաբերում է մեր քաղաքացիների կողմից մեզ դիմելու հարցերին, տեսեք Արտուր, շատ կարևոր է մի հանգամանք։ Ինձ բազմաթիվ մարդիկ են զանգահարում։ Ինֆորմացիան փոխանցում են, հետո ասում եմ եկեք եթեր, եկեք ես տրամադրեմ, վախենում են այս մարդիկ Արտուր։ 30 տարի այնպես են այս մարդկանց խաբե, հեքիաթներ են պատմում, ինչ որ իրանց Ռեյնբոյի տեղն են դրել, չէ՞, այդ Նեմեց Ռուբո, Սերժիկ, Քոչարյան, ասենց ինչ որ Նեպտունի Համիկ, բան, ասենց ինչ որ երևույթներ, թափթփուկներ կան, որ իրանց տղու տեղ են դրած եղել, ու սրանց ճտեն են եղել իշխանության, այս մարդկանց ահաբեկել վաղցրել են։ Հիմա դրա համար ես ուզում եմ նշեմ մեր սիրելի հայրենակիցներին, որ պետք չի վախենալ։